HSBC բանկի վրա երկու անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահազատազրկման է դատապարտվել։ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։ Միքայել Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը մերժել է նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Մեկամյա երեխայի նկատմամբ 1.5 ամիս պարբերաբար ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքի զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ, հայտնում են գլխավոր դատախազությունից։ Միջնորդությունը ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին եւ դրանց լուծման քայլերին նվիրված համաժողովին ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը։ Փաշինյանը կարևոր է համարել տեղահանվածներին օգնելը, որպեսզի նրանք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, ստանան Հայաստանի քաղաքացիություն, տնավորվեն եւ հարատև իրենց եւ իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։